Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 7-ին ընդունել է Եվրոպական միության փորձագիտական երկրորդ առաքելությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ներքին գործերի եւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, Եվրոպական միության անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները, անդրադառնալով ոստիկանության գործառույթների կենտրոնացման, ֆունկցիոնալ նոր մոդելի ներդրման, քաղաքացիական կառավարման անցման, ուժի կիրառման նոր ստանդարտի գործադրման, ինչպես նաև թիրախային այլուղություններում իրականացված էական փոփոխություններին։ Անդրադարձ է կատարվել հանցավորության կանխարգելման միասնական ռազմավարության մշակման աշխատանքներին, ինչպես նաև թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծի դրույթներին։ Եվրոպական միության առաքելության փորձագետները ապրիլի 7-ից 11-ը իրականացնելու են Հայաստանի Հանրապետության պատրաստվածության ընդհանուր գնահատում, հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների եւ հիմնարար իրավունքների բնագավառում, նպաստելով եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների, ինչպես նաեւ վիզաների ազատականացման հեռանկարների հենանիշների ձևավորմանը։ Փորձագիտական առաքելության անդամների հետ հանդիպել է նաեւ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում Վարդան Վարդանյանը ներկայացրել է քրեական ոստիկանության ձևավորման գործընթացի եւ ստորաբաժանման առջեւ դրված խնդիրների վերաբերյալ մանրամասներ, անդրադարձել ստորաբաժանման կառուցվածքին, հանցավորության դեմ պայքարի ուղղություններին եւ գործիքակազմին։ Քննարկվել են կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի դեմ պայքարի, կիբերհանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման եւ միջազգային համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը Եվրոպական միության առաքելության փորձագետների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է հենասյունային ուղղության կառուցվածքի, գործառույթների եւ համայնքային ստորաբաժանումների աշխատանքի վերաբերյալ մանրամասներ։ Փոխոստիկանապետը մասնավորապես անդրադարձել է քաղաքացի համայնքային ոստիկան կապի, ինչպես նաեւ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու եւ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Ներքին անվտանգության եւ հակակոռուպցիան վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Սիմոնյանը ներկայացրել է ստորաբաժանման առջեւ դրված խնդիրներն ու ներքին վերահսկողության գործիքակազմերը, մատնանշելով ծառայողների կարգապահության, օրինականացման ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու արդյունքները։ Քննարկվել են նաեւ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի առաջարկությունների, իրավապահ մարմինների միջև համագործակցության ուղղությունների վերաբերյալ հարցեր։ Փորձագետները բարձր են գնահատել նախարարության բարեփոխումների ընթացքը, կարևորելով հանցավորության կանխարգելման եւ հասարակական անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այցի շրջանակում Եվրոպական միության փորձագետները հանդիպումներ են ունենալու նաեւ շահագրգիռ մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 5-ի կեսօրին մայրաքաղաքի Մարգարյան փողոցում ձերբակալել եւ վարչություն են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու։ Ապօրինի զենք, զինամթերք եւ թմրանյութ պահելու կասկածանքը հիմնավորվել է նրա խուզարկությամբ։ Հայտնաբերվել են 6 փամփուշտով լիցքավորված թմբուկավոր մարտական ատրճանակ, ծալովի դանակ, նաեւ մարիխուանայի նմանվող զանգված։ Ապօրինի պահվող հրազեն հայտնաբերել են նաև համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները։ Ապրիլի 6-ի լուսաբացին նրանք մայրաքաղաքի Շիրակի փողոցում ձերբակալել եւ բաժին են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է Մակարով ատրճանակ։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Երբեմն ընդամենը մեկ փաստաթղթի փոխարինման համար հարկավոր է այցելել տարածքային բաժիններ, ծախսելով ժամանակ եւ այլ ռեսուրսներ։ Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակների շրջիկ ձևաչափով աշխատանքը ուղղված է հենց այդ խնդիրը լուծելուն։ Շրջիկ սպասարկման մեքենաներն այս անգամ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի Ամբերդ, Դաշտ, Արագած, Երվանդաշատ եւ Ծիլքար համայնքներում էին։ ՆԳՆ գրասենյակում նախքան ծառայությունների մատուցումը ստուգվում են բոլոր տեխնիկական սարքավորումները անխափան աշխատանքը ապահովելու նպատակով, որպեսզի քաղաքացիներին կարողանանք ել ավելի որակյալ ծառայություններ մատուցել, քանի որ դա մեր գրասենյակի գերնպատակն է։ Տեսնելով շրջիկ սպասարկման գրասենյակները, քաղաքացիները առաջին հերթին զարմանում են, մոտենում եւ հարցնում արդյոք ինչ ծառայություններ ենք մատուցում, եւ երբ ներկայացնում ենք, որ հնարավորություն ունեն օրինակ փոխելու վարորդական իրավունքի վկայականները կամ վերականգնելու հաշվառման վկայագրերը, նրանք նշում են, որ նմանատիպ այցերը ցանկալի է որ ավելի հաճախակի կազմակերպվեն, որպեսզի կարողանան իրենց փաստաթղթային հարցերը ավելի հեշտ եւ արագ կազմակերպել հենց իրենց իսկ բնակավայրերում։ Այս ձևաչափով սպասարկման ամենահատկանշական եւ դրական կողմը այն է, երբ քաղաքացիներից ստանում ենք իրենց գոհունակությունը եւ երախտագիտության խոսքերը նման ծառայություն մատուցելու համար։ Օրվա ավարտին ամփոփում ենք դիմումների քանակը, ստուգում փաստաթղթերը, որպեսզի կարողանանք փաստաթղթերն արդեն ուղարկել տպագրման քաղաքացիներին պատշաճ կարգով իրենց փաստաթղթերը, անձնագրերը հանձնելու համար։ Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը տրամադրելու նպատակով ապրիլի 11-ին կրկին կլինեն նույն համայնքներում։ Գնդապետ, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակը ուժեղացված ծառայության դուրս գալուց առաջ հրանգավորման նպատակով շարված է։ Զեկուցող գնդի հրամանատար Իսախանյան։ Ողջույն դե։ Ողջույն պարոն գնդապետ։ Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների եւ այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին եւ 6-ին ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, մայրաքաղաքի եւ մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19 տրանսպորտային միջոցը ոչ սթափվարելու, 52-ը առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու դեպքեր են։ 16 անձ ավտոմեքենան վարել է առանց ապա պայմանագրի, 9 մկեցված կողային ապակիներով։ Քիչ չեն դեպքերը, երբ վարորդները վարելիս ծխել են կամ օգտվել բջջային հեռախոսից, 41 վարորդ ծխելու, իսկ 24-ը բջջայինից օգտվելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, 15 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Երրորդյա ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Երևանի պարեկները ձերբակալել եւ տարածքային բաժիններ են տեղափոխել 10 անձի։ Նույն ժամանակահատվածում մարզերի պարեկները արձանագրել են 3982 իրավախախտման դեպք։ Ինչպես միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ալկոհոլ օգտագործած վիճակում տրանսպորտային միջոցներ վարող անձանց հայտնաբերմանը։ Հայտնաբերվել է ոչ ստապ 32 վարորդ, 73 անձ ավտոմեքենան շահագործել է առանց ապա պայմանագրի, 157-ը առանց վարորդական իրավունքի։ Պարեկների ուշադրության կենտրոնում էին եղել նաև չամրակապված վարելու դեպքերը։ Այդպիսի 1390 վարորդ տուգանվել է։ Հայտնաբերվել են նաև տեխնիկական զննություն չանցած 356, անսար պլյուս արձակներով 115 ավտոմեքենա, 123 վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության վարելիս ծխելու համար։ Անվտանգ երթևեկություն ապահովելը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Առաջին հայացքից չնչին թվացող իրավախախտումը կարող է ողբերգության հանգեցնել։ Կրկին հորդորում ենք լինել զգոն եւ պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։